Որովհետեւ եթե իհարկե դուք մոտենաք հարցին որպես հիվանդը ինչ տարբերություն հիմա գրիպով հիվանդին խարանով մոտենաց թե միահավով ապրողին, ես ես հասկանում, բայց մյուս կողմից այնուամենայնիվ պատկերացումներ կան, որ այդ վարակը մեծամասամբ այնուամենայնիվ ստացվում է ոչ նորմալ, ոչ հասարակական վարքագծի ուրեմն դեպքում, այդպես է թե ոչ։ Ես ուղղակի վերջից կամ հետո անայտը երեք լրացնի, ասեմ, որ վարակվածների հիմնականը հետերոսեքսուալ ճանապարհով են վարակվել, որը համենայնդեպս ավելի, ճագեշտավոր ասած, նորմալ է համարում հասարակության մեջ, դրանից հետո նոր թմրատեղ օգտագործողներ 30 քանի տոկոս ու շատ քիչ տոկոս, ասենք հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային, ավելի շատ 2-ից ցածր տոկոսներ են, եթե այդ բանով կաշխենք։ Իսկ խարանը ինչ անում, ցանկացած երևույթի, երբ որ ազդում ես բացասաբար, այդ բացասական ճնշումները ինքը ավելի խորացնում է երևույթը, ու այսօր բազմաթիվ հատկապես արևմտյան երկրները, երբ որ իրանք ավելի խորը սկսեցին պաշտպանել մարդու իրավունքները ու հատկապես տարբեր սոցիալական խմբերի շրջանում, տարբեր հիվանդությունների աճը նվազեց, այդ թվում եւ միավի նոր դեպքերի աճը նվազեց, այսինքն այդ փորձից մենք կարող բերենք, որ եթե մեկին անդադ ճնշում ես, հիվանդանոցականում չեն սպասարկում, ինքը փորձում է անկեղծ ասի, ինչ հարաբերություն ունեցել կամ ոնց կարող է ռիսկ ունենալ վարակվելու ու բժիշկները սկսեն ծաղրել իրան ճնշել, ինքը չի գնա հիվանդանոց, բայց եթե ինքը իմանա, որ հիվանդանոց գնա, իրանք սպասարկեն, կստուգեն, կարիքի դեպքում բուժում կնշանակեն ու մի բան ասեն ոնց ուրիշներին չվարակի, ինքը ավելի լավ կգնա ու ավելի գիտակցաբար կմոտենա այդ հարցին, այդ զուտ արդեն այն փորձը որքան մենք իսկ պիտի օգտվենք այդ փորձից։ Ես կուզեի ավելացնել, որ շարունակելով իրոք միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ ռեպրեսիվ մեթոդները չեն օգնում միավի կանխարգելմանը եւ ընդհակառակը նպաստում են տարածմանը, օրինակ Ռուսաստանի կոշտ քաղաքականությունը միավով ապրող մարդկանց նկատմամբ, իմիգրանտների հիմնականում, որի հետ հենց առնչվում է Հայաստանը, աշխատանքի բուժման, անվճար բուժման եւ այլ իրավունքները խախտվում են, երբ որ մեր խոպանչին մեկնելով Ռուսաստան ստանում է միավդրական աշխատանք ունենալու համար իմանում է հետազոտություն է անցնում եւ իմանում է օրինակ, որ միավ ունի, միավարակ ունի, ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ նման ռեպրեսիվ մեթոդներ չկան, վարակը շատ նվազել է, մենք իրոք չունենք վարակի ներթափանցում, օրինակ Եվրոպայից Հայաստան այդպես, ինչ որ հոսք, բայց ունենք կոնկրետ ակնհայտ դեպքեր, 80% արձանագրված դեպքերի 80%-ը կապված է Ռուսաստան-Ուկրաինա միգրացիայի հոսքերի հետ։ Եվ այդ ակնհայտ ցույց է տալիս, որ այդ ռեպրեսիվ մեթոդները եւ մարդու իրավունքների խախտումը ավելի ընդհակառակը ոչ թե նպաստում է կանխարգելմանը, այլ տարածմանը։ Ես ավելի այտենց տիպիկ օրինակ բերեմ, մեր քաղաքացիները գնում են Ռուսաստան, այնտեղ պարտադիր հետազոտվում են, որպեսզի աշխատանքի թույլտվություն ստանան, եթե բացահայտվում է իրենց մոտ բարձվում է միավարակի արկայությունը, դեպորտ են ենթարկվում հետ Հայաստան, գալիս են այստեղ կանգնում են դիսպանսեր հսկողության մեջ են լինում, այստեղից բուժում են ստանում անհրաժեշտության դեպքում, վերադառնում են Ռուսաստան, այնտեղից սպիտ կենտրոններից գնում են տեղեկանք, որ չունեն միավարակ եւ շարունակում են աշխատել, ակտիվ սեռական կյանք վարել ու չբուժվել արդեն։ Մի մասը բուժվել, մի մասը չբուժվել, այսինքն դա ինչքանով է նպաստում Ռուսաստանին։ Ռուսաստանում կա 700,000 միավով ապրող մարդ։ Հայաստանը ունի գրանցված 1359 դեպք, ընդ որում դրանցից ասենք 300-400-ն են, հա, գնում տենց միգրացիոն աշխատանքների։ Արդյոք Ռուսաստանի համար, որը ունի արդեն այդքան հիվանդ, շատ ավելի լուրջ խնդիր է այդ 300 մարդի ներթափանցումը երկիր եւ ինչով է դա օգնելու հանրային առողջության պահպանմանը չեմ տեսնում ոչ մի դրամաբանություն քաղաքականության մեջ ըստ էության բացել ունեն իրանք, բայց ես կուզենայի մի հարց տալ կապված բանի հետ ընդհանրապես վարակի տարածման ստատիստիկայի հետ ամբողջ աշխարհով ինչպես է հիմա վիճակը մի պահ դա շատ այսպես մեծ տեմպերով աճում էր բոլոր երկրներում այդ աճը շարունակվում է նույն աճի միտումը կա թե ինչ-որ նվազում կա կամ աճի ամբողջ աշխարհում այսօր հաշվարկվում է 34 միլիոն մարդ, ովքեր ապրում են միավով եւ աճի տեմպերը այն երկրներում, հա, բոլորը միանշանակ տենց տեմպեր չեն գրանցում, այն երկրները, որոնք պարբերաբար անում են կանխարգելիչ միջոցառումները, այդ երկրներում ընդհանրապես աճի տեմպեր չկան, բայց շարունակում է բարձր մնալ մեր տարածաշրջանը, Արևմտյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, որի մեջ մտնում է նաեւ Հայաստանը, եւ ամենաբարձրն է աշխարհում աճի տեմպերով։ Ես աճը կարամ ասեմ այն ժամանակ, երբ որ գրանցվեց, երբ որ սկսում էին մարդկանց վրա ազդել
վախի մթնոլորտ ստեղծելով բազմաթիվ հոլովակներ կային դեռ ես էլ ուսանող տարիներից նայում էի, ասենց փորձում էի վախ, մահը մեջ ցույց տալ, բաներ։ Դա իրանց թվում էր, թե մարդիկ դրանից կվախենան ու ճիշտ քայլեր ձեռնարկեն, բայց այդ վախը մարդկանց ավելի փակում էր, որ չխոսեն այդ մասին ու սխալ տեղից գիտելիքներ կամ ասենց ասած տգիտություն ստանալով կիրառել սխալ մեթոդներ։ Ու այդ շրջանում հետո արդեն ուսումնասիրությունները ցույց որ աճը շատ բարձրացավ ամբողջ աշխարհում, դրա համար հիմա փորձում են հակառակ ձև ինֆորմացիա տալով, իրազեկելով կանխարգելել ու մարդու իրավունքները պաշտպանելով եւ ոչ թե վախ ու խտրականություն սերմանելով։ Իսկ գուցե կարող է դա կապված լինի նաեւ այս տարածաշրջանների, որ դուք նշեցիք, այսպես տվերից դուրս գալու հետ այդ երևույթի, որ ասենք առաջ սեքսը փակ էր առաջ, հա։ Չէ, ասենք չէին դիմում բժիշկների, չէին բանանում եւ այլն, կամ չէր գրանցվում, կամ այդ կոռուպցիոն բաներով ինչ որ ձեւով թաքցվում է դա։ Հիմա ավելի այլ է պատկերը ու հիմնական երկրները վիճակագրությունը կիսվում են եւ UN-gas այդ մակի գիտաժողովներից մեկը, որը 2 տարին մեկ կարծեմ հավաքվում է, երկրները վերցրել են իրենց վրա պարտավորություն որոշակի տեղեկատվություն տրամադրելու, որի հիման վրա էլ եւ աշխարհի վիճակագրությունը մատուցվում է բոլորին, բայց դա արդեն վաղուց է, ասել որ այդ մեծ տերությունները ընդհանրապես ինֆորմացիա չեն տալիս, դա ավելի խոսում է փոքր երկրների մասին, որոնք մտնում են այդ մեծ տարածաշրջանի մեջ, բայց ամեն դեպքում մեր վիճակագրությունը փաստում է, որ մեր տարածաշրջանը 3 անգամ իր աճի տեմպերով գերազանցում է Հյուսիսային Ամերիկային եւ 4 անգամ Արևմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների տարածաշրջանում։ Փոքր թվերով, բայց աճը մեծ է։ Այո, փոքր թվեր են, բայց աճը մեծ է։ Աֆրիկայի պես թվեր չեն, բայց ամեն դեպքում աճի Ես կուզեի փաստել, նաև ավելացնել, որ իրոք նաև բացահայտման դեպքերն են շատացել, դուք ճիշտ հարց տվեցիք, շատ ճիշտ հարցեր, որ այդ միգրացիոն process-ները նաև օգնել են ոչ միայն կապում ենք դրա հետ, որ միգրացիայի հետ է կապված տարածվում միավ, այլ միգրացիոն process-ների շնորհիվ մենք նաև ունենում ենք բացահայտման դեպքերն են ավելանում եւ բնականաբար որքան շուտ, այդքան ավելի լավ։ Ինձ ձեր ուղղակի օրինակը հետաքրքրեց այդ կոռուպցիոն օրինակը, որ կարող են գնել տեղական, արդյոք վիճակագրության վրա նման էական ազդեցություն չի ունենա այդպիսի հնարավորություններ։ Չէ, չի ունենա, որտեղ մեր քաղաքացին գնելով տեղեկանք Ռուսաստան, ինքը Ռուսաստանի վիճակագրության մեջ չի մտնում։ Մենք էլ որ ասում ենք կա 1359 դեպք, դա ՀՀ քաղաքացիների շրջանում է։ Այսինքն ինքը կոնկրետ գրանցվում է որպես Հայաստանի քաղաք։ Կարող է այսպես լինի, որ մարդը գնա այնտեղ հետազոտվի, հայտնաբերեն դրական, դեպորտանեն, բայց չհայտնեն Հայաստանում։ Այսինքն ինքը Հայաստանում շարունակի թաքցնել այդ ինֆորմացիան, այդ տիպի մեխանիզմ սկզբունքորեն հնարավոր է, ինքը իմանալով այդպես է։ Սկզբունքորեն հնարավոր է, բայց որպես կանոն այդպես չի լինում, որովհետև հիվանդը հասկանում է, որ բուժման համար պետք է դիմի ու քանի որ ինֆորմացիայի պակաս կա ու շատ դեպքերում չգիտեն ինչ անեն, իրենց ուղղորդում են հենց Պիտկենտրոն եւ այսօրվա դրությամբ Հայաստանում միակ մասնագիտացված կլինիկան, որ կա ծերային կանխարգելման հանրապետական կենտրոնը, միակ տեղն է, որ կարող են առաջին, ուղղակ որպես գտնել եւ լիարժեք տեղեկատվություն ստանալ արդեն բացահայտված դեպքերը։ Ես կուզեի ասել, որ Լիայի կանխարգելման հանրապետական կենտրոնում եւ նաեւ տեղամասային պոլիկլինիկաներում շատ կարեւոր է դա, որ հետազոտությունը անվճար է։ Այդ էլ է նպաստող գործոն, որ չենք ունենա եւ նաեւ բուժումն է։ Իսկ նաեւ մոտեցումը հաշվի առնենք, որ բավական հիմա լավ շատ գրագետ ու պրոֆեսիոնալ կազմակերպում աշխատանք, այսինքն նախատեստային խորհրդատվություն, հետտեստային խորհրդատվություն, շարունակաբար աշխատանքները հենց միավոր ապրող մարդկանց հետ, դա շատ բարձր որակ է տալիս, այն ինչ որ այսօր մեր ՑԻԱՀ-ի հանրապետական կենտրոնը իրականացնում է, դա էլ մեծ նշանակություն ունի։ Ինձ թվում է Ռուսաստանում ամեն դեպքում նման սպասարկման չեն հանդիպի։ Թույլ տվեք վերջին հարցը տալ, եթե ոչ հարցեր չկան, ունեցեք։ Աշխարհում շատ է տարվում, որ հենց միավորով ապրող մարդիկ են սկսում պայքարել, առաջին հերթին ցույց տալով իրենց դեմքը, Հայաստանում ինչպես է վիճակը, պատրաստ են հենց Հայաստանում միավորով ապրող մարդիկ երևալ հանրությանը եւ դրանով ցույց տալ, որ իրենք ունեն նորմալ ապրելակերպ եւ իրենց հիվանդությունը ուղղակի նման է մյուս քրոնիկական հիվանդությունների։
Վախ կա շատ մեծ միավոր ապրող մարդու մոտ, որ եթե բացահայտի, այդքան իր անձի նկատմամբ չէ, ինչքան իր մտերիմների, հա, երեխայի, բարեկամների, ընդ որում ոչ երեխան, ոչ բարեկամները կարող են եւ վարակված չլինել, բայց այդ վախը շատ մեծ է։ Ամեն դեպքում, եթե հետևում եք, հիմա ավելի շատ կան մարդիկ, միավոր ապրող մարդիկ, որոնք տարբեր թոք-շոուներում դիմակով իհարկե, բայց եթե մի 10 տարի առաջ այդ մասին խոսելը երևի անիմաստ էր, այսօր իրանք պատրաստ են գոնե դիմակով իրանց իրական կյանքի պատմությունը ներկայացնեն։ Ինձ թվում է դա մի հատ քայլ է։ Ով էլ ա եղել դեպքեր, ինտերվյուներ եղել են, որ բաց դեմքով մարդը ասել է, ուղղակի շատ քիչ են այդ դեպքերը։ Եթե հասարակությունը հասկանա, ընդունի, որ միավոր ապրող մարդը կարա իր կողքին հանգիստ ապրի, միավոր ապրող մարդն էլ երևի բաց կլինի բաց դեմքով հանդես գալու։ Ուղղակի դիտարկել միավոր ապրող մարդուն որպես թանգարանային էքսպոնատ, որին պետք է անպայման տեսնել, որ հավատալ, որ միավոր ապրող մարդիկ առանձնապես պոզեր ու կոտոշներ չունեն, ինձ թվում է դա սխալ վերաբերմունք է։ Եթե հասարակությունը պատրաստ լինի ընդունել, նորից եմ ասում, այստեղ այսօրվա դրությամբ, եթե առաջ միավոր ապրող մարդը ինքն էր վախենում իր համար, հա, այսօրվա դրությամբ ամենամեծ խնդիրը իր համար, երբ որ ինքը բաց դեմքով դուրս գա, ինչպես կվերաբերվեն իր երեխային, դպրոցից հո չեն հանի, մանկապարտեզից հո չեն հանի, գործից իրան հո չեն հեռացնի։ Այս խնդիրներն է, որը թույլ է տալիս, որ այսքան թույլ չի տալիս, որպեսզի միավոր ապրող մարդը բաց դեմքով դուրս գա հասարակություն։ Չնայած շատ ունենք մարդիկ, որոնք իրոք կուզենային խոսել բաց դեմքով։ Ուրիշ հարցեր։ Այս հարցը որ ուզում էի տալ, ուրեմն գուցե այդքան էլ ձեզ չպիտամ, ուղղակի հետաքրքիր հարցից եմ ուզում օգտվել։ 10 թե քանի տարի առաջ Հայաստանում Արմենիայի հետ կապված բանը բումը որ եղավ, դրանից հետո կարծես թե այդ մասին գրեթե չեն խոսում։ Ձեր տեղեկատվությամբ որքան է այդ հայտնագործությունը իրան արդարացրեց կամ չարդարացրեց, ինչ որ ձևով դա նպաստում է, ասենք թե այս բուժումն է։ Դե այն որ աշխարհում վերջնական բուժում, որ վիրուսը ընդհանրապես վերանա մարդու օրգանիզմից չկա, ու համաշխարհային ընդունված ամենահարցնավետ մեթոդը այդ հակառետրովիրուսային բուժումն է, այսինքն Արմենիկումը դեռ այդ շեմը չի անցել, որ ինքը համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից ճանաչվի։ Ամեն դեպքում տեղյակ են, որ Հայաստանում ընտրության հնարավորություն են կամ ընդունում են այդ համաշխարհային հակառետրովիրուսային բուժումը կամ Արմենիկումը, բայց ինձ թվում է շատ դժվար է բոլորից համեմատել որն է լավ, որն է վատ, որովհետև լրիվ տարբեր մեխանիզմներ են, որ հա ազդեցության ես մասնագետ չեմ, պարզապես գիտեմ, որ Արմենիկումը նպաստում է իմունիտետի բարձրացմանը, միավարակի բուժման համաշխարհային միջազգային ստանդարտներով ընդունելի բուժումը դա հակառետրովիրուսային բուժումն է, որը ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը եւ հետեւում է այդ ուղեցույցներին։ Հասկանալի է։ Այսինքն փաստորեն Արմենիկումը դա ոչ միայն միահավի դեմ, այլ ընդհանրապես իմունիտետը բարձրացնող պրեպարատ է ըստ ժամանակակից, որը կարող է նպաստել նաեւ այդ բուժման, հա, փաստորեն։ Ձերծ եմ մնում, որովհետեւ բժիշկ չեմ։ Հասկացա։ Եղավ շատ շնորհակալություն ձեզ ուրեմն ներկայացման համար։ Իրոք ափսոսում եմ, որ լրագրողները քիչ էին, բայց համայնքից տեղեկացնեմ, որ ուրեմն այս ձեր ասուլիսը նախ ուղի եթերով արդեն տարածվում էր, մենք կարող ենք նայել հեսա քանի ոգին նայել, եւ հետո ուրեմն ինքը արդեն ամբողջ տեսագրությունը կլինի ինտերնետում եւ հնարավորություն կլինի, որպեսզի բանի։ Այսօր ուղղակի շաբաթ օր է լրագրողները եւս երևի հանգստանալու կարիք ունեն։ Շնորհակալ։ Ձեր խտրական թեմա է, ամեն դեպքում։ Allora,